Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։ Վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկողային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկողային գրասենյակային նշանակության տարածքը, այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայում եւ դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրություն, ինչպես նաեւ հեռախոսազանգեր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջարկել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։ Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են եւ այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ պարբերաբար այցելել են նշված հասցե եւ գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ ԱՄՆ դոլարով։ Իրականացված միջոցառումների արդյունքում քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ փետրվարի 20-ին քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ դատարանի որոշմամբ մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկողային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով, հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է եւ փոխանցվել է քննչական մարմնին հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։